Սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, մի փոքր դադարից հետո նորից Դարփինյանի ժամն է եթերում, մենք մի երկու շաբաթ կարծես թե բաց ենք թողել, բայց կարծում եմ առիթ ունեցել եք Արմեն Դարփինյանի հարցազրույցը լսելու ռուսական հարթակներից, ռուսալեզու հարթակներից որևէ մեկում, այնուամենայնիվ գործարարալիք Դարփինյանի ժամը Դավիթ Խումարյանն է ձեզ համար այս հաղորդումը վարում, երկրորդ խոսափողի մոտ, առաջինի մոտ Արմեն Դարփինյանն է։ Ողջույն։ Բարև ձեզ, սիրելի բարեկամներ, սիրելի Դավիթ, բարև ձեզ, մենք 3 շաբաթ չենք հանդիպել։ 3 Շատ բան է կուտակվել քննարկելու, խոսելու, գնահատելու, այնպես որ մի շաբաթից էլ քիչ մնաց ընտրություններին, ոնց է գնահատում Քարոզ Արշավը ընդհանուր առմամբ եւ շանսերը քաղաքական ուժերի։ Քարոզ Արշավը գնահատում եմ շատ խուր, որովհետեւ ցավոք սրտի չի ընթանում գաղափարական որևէ դիսկուրս։ Մենք չենք տեսնում շահագրգիռ քննարկումներ երկրի իսկական խնդիրների շուրջ, չենք տեսնում կարծիքների ցիվիլ իսկապես հիմնավորված գիտական հենքով, քաղաքական հենքով դիսկուրս չենք տեսնում։ Թումանյանի շունն ու կատուն առակն է, Գողփիսո եւ Քաչալշուն։ Գիտես Դավիթ, մեր երկրի քաղաքական ընթացքի այս բոլոր տարիների առանձնահատկությունը այն է, որ գործող իշխանությունը ինքն է ընտրում ընդդիմությանը։ Ում հետ որ Փաշինյանը սկսեր դիսկուրսը, նա էլ կդառնար գլխավոր ընդդիմադիրը։ Փաշինյանը սկսեց դիսկուրսը եւ իրեն կարծես ավելի կոմֆորտային է դիսկուրսը վարել այս երագլուխ, այսպես ասած հրեշի հետ, որը հեչ էլ հրեշ չէ իմ կարծիքով։ Այսինքն եթե նոմինացվել է, նշանակվել է հենց այդ օպոզիցիան, երագլուխ, ապա դա նշանակում է, որ Փաշինյանի ընտրությունը հենց դա է, իսկ դա նշանակում է, որ քաղաքական դիսկուրս ինչպես չկա, այնպես էլ չի լինելու հաջորդ խորհրդարանում։ Իսկ դա նշանակում է, որ որևէ լուրջ փոփոխություն այս գործող քաղաքական համակարգի ներսում մենք չենք ունենալու ընտրություններից հետո անգամ։ Եվ գիտես, ինչն է պակասում է ազգային ներուժի կենտրոնացման գաղափարը։ Պակասում է ընդհանրապես մեր երկրին, ժողովրդին, պետությանը պակասում է համերաշխության գաղափարը, միասնականության գաղափարը։ Ներկայացված 19 ուժերից եւ ոչ մեկը համերաշխության կոչ չի անում։ Գրեթե բոլորը մեկը մյուսին պատժելու, սատկացնելու, կզծնելու, շատ ներողություն այդ բառի համար, իսկապես ամաչելու բան է, այսինքն այս պայքարը, որը գնում է, բառախաղը, որը գնում է, բառապայքարը, որը գնում է, սա ուղղակի մեզ պատիվ չի բերում որպես երկիր եւ որպես քաղաքական համակարգ։ Մենք ամաչում ենք մեր ներսում, բայց մենք պիտի ամաչենք նաեւ դրսից, որովհետեւ դրսից բոլորը նայում են, չէ՞, ամեն ինչ։ Նայում են եւ ուղղակի հիասթափվում են մեր ազգային պոտենցիալի մեջ, հիասթափվում են մեր հետագայի նկատմամբ մեր հավակնությունների մեջ, հիասթափվում են մեր ընդհանուր առմամբ ազգային ինքնության մեջ, որովհետեւ եթե ինքնությունը բերում է նման քաղաքական, նման որակի ցածրորակ քաղաքական պայքարի, սա նշանակում է, որ դժվար թե այս հանրությունը կարողանա ինչ-որ մի լուրջ եւ գեղեցիկ բան հնարել եւ ստեղծել այդ լուրջ եւ գեղեցիկ երկիրը, որի նկատմամբ ակնածանքով կվերաբերվեն բոլոր շուրջ բոլորը գտնվող երկրներ եւ ընդհանրապես միջազգային հանրությունը, այսինքն պակասում է համերաշխությունը, ընդհանրապես այդ գաղափարը, իմ կարծիքով ընդհանրապես կարելի է հայտարարել համազգային համաներում եւ կենտրոնանալ մի քանի սկզբունքային հարցերի շուրջ, հասնել վերջապես հասնել ինչ-որ կոնսենսուսային տարբերակի, կոնսենսուսային, գաղափարական, լուրջ պայքարի, նայում ես այդ մեկով ցուցադրվող այդ, չգիտեմ ինչպես ասեմ, այդ հակամարտությունը, այդ խուլիգանական ուղղակի դրսևորումները փողոցային, հասկանում ես, դա քաղաքական պայքար չի։ Սա արհեստականորեն ուղղորդվում է եւ իշխանությունների կողմից եւ չգիտես ինչու սրան նաեւ զարկ տվեցին ռուսաստանյան ալիքները եւ ռուսաստանյան պաշտոնական մարմինները եւ կենտրոնները, որովհետեւ
այս հակամարտությունը կարծես թե Փաշինյան եւ ռուսներ եւ Փաշինյան եւ ռուսական ուժեր բացարձակապես արհեստական ստեղծված հակամարտությունը, որի արդյունքում ինձ համար ակնհայտ է, որ Փաշինյանը կհաղթի այս հակամարտությունը եւ ուրեմն այսօր էլ մենք ունենք խորհրդարանում նույն պատկերը, մենք ունենք Փաշինյանի ուժը եւ ունենք նույն այս կոչայանական Հայաստան խմբավորումը, որը խմբակցությունը, որը իսկապես ներկայացնում է պրոռուսական, այսպես ասած, զարգացման մոդելը, բայց բան չի փոխվելու եւ այս իմաստով ես իհարկե տխուր եմ, որովհետեւ կուզեինք, որպեսզի երկիրը այնուամենայնիվ առաջընթաց ապրեր, կոնցեպտուալ բանավեճ չկա եւ այս ամենը թերևս վկայություն է Դավիթ այն բանի, որ մեկ անգամ եւս հավաստիացնում է մեզ եւ համոզում է ինձ, որ երկիրը պետք է անհապաղ վերափոխել դեպի նախագահական համակարգ, կառավարման համակարգ։ Ավելին ասեմ քեզ, կարծես թե տեսականորեն ընդունված է դասագրքային տեսանկյունից կարծել եւ համարել, որ խորհրդարանական համակարգը առավելագույնս դեմոկրատական է, բայց այդպես չէ։ Մեր սեփական օրինակի վրա եթե վերցնենք 35 տարվա ընթացքում մենք ամենահավասարակշռված իշխանությունը ունեցել ենք 91-ից 95 թվականների ընթացքում, երբ ունենք նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան, ունենք խորհրդարան, որտեղ կար ՀՀՇ խմբակցությունը, որտեղ կար ընդդիմությունը, որտեղ եւ նրանք հավասարակշռում էին, հակակշռում էին իրար միմյանց եւ բազմաթիվ օրինակներ կան, երբ նախագահը կարծես թե համարվում էր դա նախագահական համակարգ, բայց նախագահը չէր կարողանում խնդիր լուծել առանց համաձայնության մեր խորհրդարանի հետ, առանց համաձայնության ազգային ժողովի հետ եւ այդ համաձայնությանը հասնելու համար բազմաթիվ քննարկումներ, բազմաթիվ իրար համոզումներ, ըստ որում քաղաքական բառապաշարով, ոչ թե այսօրվա փողոցային բառապաշարով, հասկանում ես, անգամ սեփական օրինակով կարող եմ ասել իմ սեփական ճակատագրի բերումով ես առնչվել եմ այդ թեմաների հետ 94 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը ինձ ներկայացրեց Կենտրոնական բանկի նախագահ որպես այսինքն պաշտոնապես ներկայացրեց ազգային ժողովին ազգային ժողովի ՀՀՇ ֆրակցիան կատեգորիկ դեմ էր իմ տեխնացությանը եւ ստիպեց Տեր-Պետրոսյանին, որը նախագահ էր երկրի կարծես թե ստիպեց Տեր-Պետրոսյանին ետ վերցնել այդ նշանակումը եւ հաջորդ նշանակումը արդեն արեց որպես նախագահի առաջին տեղակալ նախագահի որպես ներկայացված Բագրատ Ասատրյանը, որի հետ իդեպ մենք հրաշալի կերպով համագործակցեցինք եւ շատ լավ տանդեմ ստացվեց արդյունքում, բայց անգամ այդ ժամանակ Տեր-Պետրոսյանը համարում էր, որ պետք է համաձայնեցնել տեխնացությունը ոչ միայն ՀՇ-ի հետ, այլ նաեւ ընդդիմադիր ֆրակցիայի հետ եւ կապակցությամբ ընդդիմադիրներին այդ ժամանակ ներկայացնում էր Արտաշես Թումանյանը եւ Տեր-Պետրոսյանի հորդորով եւ ուրեմն պահանջով ես այն ժամանակ նաեւ իմ լավագույն բարեկամներից մեկը Գևորգ Վարդանյան մեր ժոկոն հանդիպեցինք Թումանյանի հետ, որպեսզի հարթենք հնարավոր դիսկուրսը պարլամենտում Տեր-Պետրոսյանի հանձնարարությամբ, այսինքն անհրաժեշտ էր, որպեսզի խորհրդարանը համաձայնվեր Տեր-Պետրոսյանի կարծիքին, չնայած որ կար նախագահական համակարգ։ Այսինքն ուզում եմ ասեմ, որ բալանսավորված իշխանություն ունենք մենք, անգամ այս հասարակ օրինակի վրա, բայց բազմաթիվ են նման օրինակները։ Բազմաթիվ են օրինակները, երբ Բաբկեն Արարքսյանը որպես ազգային ժողովի նախագահ իր սեփական կարծիքներ արտահայտում եւ անգամ դեմարշ իրականացրեց, ես հիշում եմ նաեւ կառավարության դեմ այսինքն կար ռեալ հակակշիռ կար նախագահ, կար խորհրդարան եւ կար կառավարություն, հա։ Հիմա այս ամեն ինչը չկա եւ միանձնյա կերպով որոշվում է երկրի բախտը, որը շատ մեծ ռիսկեր է պարունակում իր մեջ։ Այսինքն ես մեկ անգամ եւս պիտի հորդորեմ, պահանջեմ եւ քաղաքական ուժերից եւ հենց իշխող կուսակցությունից սահմանադրական բարեփոխումների բարագայում պարտադիր կերպով վերադառնալ նախագահական կառավարման համակարգի։ Սա միակ բրկությունն է լինելու մեր երկրի, որովհետև այլապես մենք ուղղակի շատ մեծ ռիսկային իրավիճակի ներքո ենք գտնվելու, տասնամյակներ շարունակ կարող է վերարտադրվել միանձնյա իշխանությունը։ Այս ասում եմ։ Դե ոնց որ դրան էլ գնում է, պարոն Դարբինյան, շատ նման է դրան։ Չպիտի գնա։
չպիտի գնաս, դրանով մենք կկործանենք երկիրը եւ կկործանենք դեմոկրատիան։ Իշխող թմի հետ երբ որ խոսում ես, իմ մոտ տպավորություն կա, որ իրանք ունեն այդ ամբիցիաները։ Ամբիցիաները լավ բան է, բայց նրանք պիտի ունենան հակակշիռ։ Այսօրվա համակարգում նրանք հակակշիռ չունեն։ Նորից եմ կրկնում, եթե Փաշինյանը ընտրեր ցանկացած մեկին այդ 19-ից, այդ ցանկացած մեկը դառնում էր գլխավոր ընդդիմադիր։ Բայց նա ընտրեց այս երագլխին, որտեղ նա ավելի կոմֆորտային է, այս երագլուխը շատ կոմֆորտային է։ Կա նախկին նախագահ, որին թիրախավորելը շատ հեշտ է։ Կան օլիգարխները, որոնց թիրախավորելը նորից շատ հեշտ է։ Եթե մի կողմից ասում ես, որ նրանք լրտես են, լրտեսի հետ ինչ բանակցես կամ ինչ ես բանավիճում։ Չէ, այսինքն բանավիճելու բան չկա, եթե դու պնդում ես, որ նրանք լրտես են։ Այսինքն անիմաստ պայքար է գնում եւ անիմաստ քաղաքական զարգացման տեսանկյունից, երկրի հետագա ապագայի զարգացման տեսանկյունից անիմաստ ցիկլ է, հասկանում ես, որովհետեւ եթե ընտրվեր որպես ընդդիմադիր գաղափարական ուժերից որևէ մեկը, որոնց շատ չեն, 19 ուժերից 1-2 գաղափարական ընդդիմախոսներ կարող են լինել Փաշինյանին, շատ ավելի գեղեցիկ կերպով կանցներ այս պայքարը, շատ ավելի առարկայական, գաղափարական արգումենտներով եւ ընտրողը կկարողանար իսկապես ընտրել ծրագրային մոտեցումների միջև։ Ընտրում են ընդամենը գողփիսո եւ քաչալշուն, որտեղ չկա գաղափարախոսություն բացարձակապես։ Այսօր ես կանխատեսումներս այս իմաստով մռայլ են եւ տպավորություններս շատ հիաստապված։ Սա մեկ, երկրորդը ինչին կուզենայի անդրադառնալ իհարկե այս հայ-ռուսական սրացումներն են, որոնք ցավոք սրտի նորից նույն տրամաբանության մեջ են գնում, այսինքն Փաշինյանն է եւ ռուսական ուժերը, պրոռուսական ուժերը, նախագահ Պուտինը դրա մասին հայտարարեց պրոռուսական ուժեր եւ ստեղծվեց այս արհեստական հակամարտությունը, որը շատ կոմֆորտային է Փաշինյանի համար։ Կարծես Պուտինը արդեն դա հասկացել է, որովհետև այսօր հունիսի 1-ն է արդեն շնորհավորեց Փաշինյանին ծննդյան կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ հարաբերությունները կզարգանան բարեդրացական հունով։ Ես եւս դրանում համոզված եմ, որովհետև որևէ ռեալ նախապայման չկա, որպեսզի դրանք վատթարանան։ Իհարկե տեղի ունեցել մեր կառավարող կուսակցության կողմից երկու սկզբունքային սխալ իմ կարծիքով։ Սխալներից մեկը այն էր, որ անցյալ տարի ընդունվեց այդ օրենքը, անիմաստ օրենքը Եվրոպայի անդամակցության գործընթաց սկսելու վերաբերյալ, այսինքն սկիզբ տալու այդ գործընթացին, որը բացարձակ որևէ առարկայական եւ գաղափարական նշանակություն չուներ եւ հետևանքները մենք արդեն տեսնում ենք, այսինքն սա իզուր տեղը ստեղծեց լարվածություն Ռուսաստանի հետ։ Եվ երկրորդ սխալը կայանում էր նրանում, որ այդ օրենքը ընդունումից հետո Փաշինյանը ինքը հայտարարեց, որ ընտրությունը այնուամենայնիվ ժողովուրդը պիտի կայացնի ԵԱՏՄ թե Եվրոպական միություն։ Գիտես Դավիթ, դա մի կողմից հայտարարվում է, մյուս կողմից հայտարարվում է, որ պետք է ալտերնատիվ ճանապարհներ ցանկացած հարցում պիտի ժողովուրդը ունենա ալտերնատիվներ։ Ես ուզում եմ հիասթափեցնեմ եւ ասեմ, որ եթե կա կամ դա ավելի վատ է, քան եթե ի սկզբանե կողմնորոշում ունես դեպի մի կողմ։ Որտեւ եթե դու ընտրություն ունես կամ դու արդեն ստեղծում ես հակամարտություն մյուս կողմի հետ, այսինքն դու ընտրություն ես կատարում ենթադրենք Եվրոպական միություն եւ ստեղծում ես արդեն կոնֆլիկտ իր սկզբնաղբյուրում, սա պարունակում է կոնֆլիկտ հաջորդ կողմի հետ, այսինքն եթե դու ալտերնատիվներ ես ստեղծում, դրանք պիտի լինեն երկուսից շատ, եթե դրանք երկուսն են, ավելի լավ է մեկը լինի, հասկացար չէ ինչ եմ ասում, որովհետև կոնֆլիկտային իրավիճակ է ստեղծում։ Իմ գնահատմամբ եւ իմ տեսակետից ելնելով չկա նման երկընտրանք, այսինքն չի կարելի նման երկընտրանքի առջև կանգնեցնել ժողովրդին, որովհետև նախ ունենք Սերբիայի օրինակը, որը շատ գեղեցիկ կերպով անդամակցում է եւ ազատ առևտրին եվրոպական երկրների հետ եւ ազատ առևտրի համաձայնագիր ունի ԵԱՏՄ երկրների հետ, ԵԱՏՄ-ի հետ ընդհանրապես, այսինքն դա հնարավոր է։ Եվ իհարկե մենք պիտի այստեղ նորից անդրադառնանք ԵԱՏՄ-ին որպես կառույց եւ գնահատենք արդյոք դա
տնտեսական կառույց է, այնպես ինչպես դա հիմնադիր փաստաթղթերում է նախանշված, թե դա քաղաքական կառույց է, այնպես ինչպես դա Ռուսաստանն է դիտարկում։ Ես կարծում եմ, որ առնվազն Ղազախստանի համար սա որպես քաղաքական կառույց պիտի լինի խիստ ոչ կոմֆորտային, խիստ անբարենպաստ եւ անկեղծ ասած իմ կարծիքով այդ խոսակցությունը կամ եղել է կամ անպայման կլինի Փաշինյանի եւ Տոկաևի միջեւ։ Այդ խոսակցությունը կլինի հետեւյալի մասին. պարոն Տոկաև, սիրելի ժողովուրդ, ուրեմն մեզ նայիր, ես քեզ խղճա։ Այսինքն ինչ է նշանակում քաղաքական ճնշումը, որը իրականացվում է բացահայտ կերպով քաղաքական ճնշում է իրականացվում։ Եթե սա տնտեսական միություն է, ապա մենք պիտի պահպանենք տնտեսական միության բոլոր կանոնները եւ առաջնահերթությունները։ Հայաստանը երբևիցե չի խախտել որևէ առաջնահերթություն տնտեսական այդ համագործակցության մեջ եւ որևէ քաղաքական ճնշում այստեղ ուղղակի անթույլատրելի է։ Իմ կարծիքով այդ հայտարարությունը, որ տեղի ունեցավ Աստանայում, Ռուսաստանի ճնշման ներքո, տեղի ունեցավ, գիտես, քանի որ Աստանայում էր, իմ կարծիքով եւ Ռուսաստանը հյուր էր պաստորեն Աստանայում, չուզեցին այնտեղ որևէ լուրջ հակադրվել այդպես այդ մոտեցմանը, չնայած իմ կարծիքով քննարկումների արդյունքում այդ փաստաթուղթը եւս շտկման է ենթարկվել, բայց ամեն դեպքում եւ ամեն պարագայում քաղաքական ճնշումները այդ միության ներքո ուղղակի անթույլատրելի են եւ մենք պիտի դրա շատ հստակ դրա մասին խոսենք։ Պարոն Դարփինյան, կարծիք կա, որ այդ հայտարարությունում ԵԱՏՄ երկրների ղեկավարները ասում են, որ իրենց զրուցակիցը այլևս հայ ժողովուրդն է, ոչ թե Նիկոլ Փաշինյանը։ Կիսում եք այդ միտքը։ Բացարձակ ոչ, որտեղ դա ուղղակի նոնսենս է, նոնսենս։ Դե բան չի են ասում, դե հանրաքվե արեք, այսինքն ուզում են ժողովուրդ։ Չունեն դրա իրավունքը, որովհետեւ հասկանում եմ, որ չունեն, բայց շատ բան են ասում, այսինքն դա իրանց ասելով չի, տենց ֆիքս է։ Շատ բան են ասում, դա ուղղակի նոնսենս է եւ Փաշինյանը այսօր պատասխանեց այդ նոնսենսին, որ մենք որևէ հանրաքվե անցկացնելու բան չունենք, այս պահին որևէ անհրաժեշտություն չունենք։ Ուղղակի նորից եմ կրկնում, որ սա արդյունք է երկու սխալների։ Նախ հանրաքվեի մասին հենց ինքը Փաշինյանն է ասել, որից ուղղակի կարճել են մեր գործընկերները Ռուսաստանից, ասել ես ուրեմն արա, ըստ որում արագ արա, շուտ արա, կողմնորոշվի, որևէ կողմնորոշվելու խնդիր այստեղ մենք չունենք։ Եվ Փաշինյանը չունի եւ հայ ժողովուրդը չունի։ Առավել եւս բացարձակ ոչ կոռեկտ եմ համարում երկրների ղեկավարների կողմից դիմումը ժողովրդին։ Նման մի սխալ հայտ իրականացրեց եւ Փաշինյանը, եթե հիշում եք, պատերազմից առաջ, այո, դիմում էր Ադրբեջանի ժողովրդին։ Եթե դու ընտրված ես քո ժողովրդի կողմից, դու քո գործընկերը պիտի լինի համապատասխան մեկը, ով ընտրված է կամ ընտրված է, նշանակված է, կապ չունի ինչպիսի համակարգ է այնտեղ գործում։ Նրանք պարտավոր են շփվել այն ղեկավարի հետ, որին ընտրում է հայ ժողովուրդը, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նշանակված է կամ կրում է այդ պարտականությունները, Հայաստանի ղեկավարի պարտականությունները, դիմումը Հայաստանի ժողովրդին եւ այլն, սա ուղղակի ծիծաղելի է։ Ուղղակի ծիծաղելի է, որովհետեւ հետևանք, իրավական հետևանք սա չի ենթադրում իրենից։ Ոչ մի իրավական հետևանք չկա, ոչ մի ճանապարհ եւ մեխանիզմ չկա Հայաստանին ինչ որ չափով ուրեմն մեկուսացնել ԵԱՏՄ-ից, եթե Հայաստանը ինքը չորոշի դուրս գալ։ Այսինքն միակ տարբերակն է դուրս գալու։ ԵԱՏՄ երկրները իհարկե իրավունք ունեին որպես հիմնադիրներ, իսկ մենք հիմնադիրներից մեկն ենք, ուղղակի այդ 4 երկրները 5-րդին հարցնային, եղբայր ջան, մի հատ հասկանանք ինչ ես անում, էլի։ Ընդամենը պարզաբանումներ խնդրեին, անգամ ոչ թե պահանջեին պարզաբանումներ, ինչպիսի պարզաբանումներ դուք կտաք։ Այդտեղ կլինեին պարզաբանումներ, բայց այդ կոչը անցկացնելու հանրաքվե եւ այլն դա դատարկ կոչեր են, որոնք որ բնականաբար մեր կողմից մերժվելու են եւ շատ ճիշտ են անելու։ Ռուսաստանը այս ընթացքում եւս մեկ աստիճանով սրեց հարաբերությունները։ Գիտես, ոչ միայն այդ էմբարգոները, որոնք որ տարածվում են մեր տարբեր ապրանքների վրա, հատկապես գյուղատնտեսական ապրանքների վրա, ինչն է շատ հետաքրքիր այստեղ, ուրեմն անցյալ տարվա տվյալներով մեր գյուղատնտեսական էքսպորտը դեպի Ռուսաստան կազմել է 1 միլիարդ 270 միլիոն ամերիկյան դոլար գումար։ Դրա 30%-ը մոտ 400 միլիոն դոլարը կազմում է ծխախոտը։ Ուրեմն ծխախոտը չեն արգելել, ծիրանը արգելել են։
ես ուզում եմ այդ համապատասխան պարոններին ասել, որ ծխախոտը վնաս է, իսկ ծիրանը օգուտ է, հասկանում եք, ծիրանն չէ կարգելել, դա ճամոտ չկան, դա ասենք երեխայական այս մոտեցումները ինչ են նշանակում։ Ես այսօր մի զանգ ստացա, ես մի շատ լավ ընկեր ունեմ, իմ ուսանողական ընկերն է մոլդավացի, նույն խմբում ենք սովորել, ինքը ապրում է հիմա Ռումինիայում, ասաց լսեք, դա ձեր բարեբախտությունն է, որ հիմա այսպես արգելքներ են դրել, ժամանակին Օնիշենկո ազգանունով մեկը կար այդ նույն պաշտոնին, ասում մենք Մոլդովայում Օնիշենկոին ժողովրդական բան ենք դրել, հուշարձան ենք դրել, որովհետև նրա արգելքների պատճառով եւ նրա շնորհիվ, այլ ճիշտ արգելքների շնորհիվ մենք կարողացանք ներխուժել եվրոպական շուկա, մեր գինիները հիմա վաճառվում են Ավստրալիայում, Կանադայում, Եվրոպայում, դա հրաշալի է, ուղղակի որովհետև մենք պարտադրված ենք եւ շնորհակալություն ենք հայտնում այդ մարդուն, որը արգելքներ դրեց մեր գինիների էքսպորտի վրա։ Այնպես որ մի հուսահատվեք, հակառակը ուրախացեք դրան։ Ես կարծում եմ, որ մենք չպետք է ոչ ուրախանանք, ոչ էլ հուսահատվենք, բայց ընդհանրապես պիտի կոչ անենք մեր հարգարժան գործընկերներին, որ այս երեխայական մանկապարտեզային հնարքները չկիրառեն, ամոթ է ուղղակի, ամոթ է, լուրջ երկիր է Ռուսաստանը, էլի, այնուամենայնիվ աշխարհի ամենամեծ տարածքով երկիրն է, հսկայական մշակութային ժառանգություն ունեցող երկիրն է, այնուամենայնիվ Պետրոս 1 է ունեցել այդ երկիրը, հասկանում ես, մենք պիտի կոչ անենք, որպեսզի նրանք լրջանան։ Բայց մի քայլ էլ կատարվեց, Կոպիրկինին, դեսպանին ետ կանչեցին խորհրդակցությունների համար, սա դիվանագիտական դեմարշ է, այսպես ասած, անկեղծ ասած, լավ կլիներ, որ Կոպիրկինին այնտեղ էլ թողնեին, որպեսզի Էդ է մտածում, կարող է հիմա կտրուկ լավանան հայ-ռուսական հարաբերությունները, որովհետև Կոպիրկինը կարծում եմ հայ-ռուսական բարեկամության հիմնական խոչընդոտն էր։ Դե պես չի կարելի նրան այդ աշխանի կարևորել, չէ, իհարկե, բայց այն որ նա վնասակար ազդեցություն է ունեցել հայ-ռուսական հարաբերություններում, արդեն 7-րդ տարին է, դա ուղղակի խայտարակություն է, դա փաստ է։ Եվ երևի հիմնական մեղավորներից մեկն է այս հարաբերությունների այդ աստիճան ընկնելուն։ Ես պիտի մի բան ասեմ, Դավիթ, երբ նրան նոր էին նշանակել Կոպիրկինին, ես զանգարեցի, ասի, գիտես ինչ կա։ Ես ուզում եմ քեզ ծանոթացնել հայ մտավորականների, հասարակական կարծիքի վրա ազդեցիկ գործիչների դեմքերի հետ, էլի, ասի մի հատ ճաշ կազմակերպեցի, սեղան եկցի, հրավիրեցի բոլորին, երևի մի 20 հոգի մասնակիցներ կային, նպատակս մեկն էր, ասի, ես քեզ ուզում եմ ծանոթացնել, պարոն դեսպան, ուրեմն այն հայերի հետ, որոնք իմ կարծիքով կարևոր են շփման մեջ, որոնք ձեզ կկարողանան օբյեկտիվ տեղեկատվություն տալ, դուք կարող եք զարկերակը բռնել հայ հասարակության այս մարդկանց հետ շփվելով, ես ուղղակի բարի կամքն եմ դրսևորել եւ այդ արդյունքում ստացվեց, որ Կոպիրկինը իմ գլխավորությամբ դրանց բոլորին հայ նացիոնալիստ համարեց, հասկանում ես, հիմա ինձ համար մեծ պատիվ է հայ նացիոնալիստ լինելը, մեծ պատիվ է, իսկապես այդպես է, որտեղ ազգային շահերը ինձ համար առաջնային տեղ ունեն, բայց Կոպիրկինը զրկվեց օբյեկտիվ տեղեկատվությունից եւ ինքը սկսեց շփվել ուղղակի շատ նեղ սահմանափակ անձնակազմի հետ հայկական, որոնք ուղղակիորեն, ասենք, ռուսամետության այսինքն իմաստ չուներ նրանց հետ շփվելը, որտեղ դրանք ոչ օբյեկտիվ էին եւ ոչ էլ բան չէին, օգտակար չէին այդ շփումները իր համար։ Չէին արտացոլում հասարակության։ Նախ չէին արտացոլում, երկրորդը որևէ ազդեցություն չունեն եւ ուրեմն որևէ օգտակարություն չունեն եւ մենք տեսնում ենք այսօրվա ձախողված իրավիճակ, որ այդ մարդիկ ում հետ որ Կոպիրկինը շփվել է, որևէ ազդեցություն չունեն մեր հասարակության վրա, որովհետեւ այլապես իրավիճակը այս աստիճան չէր ընկնի։ Լավ կլինի, որ Կոպիրկինին այնտեղ պահեն եւ հետ չբերեն։ Այս Ռոսպոտրեբնadzor կոչվածը, որ Օնիշենկոյի հիմնարկն է, էլի շատ գիտես абսուրդային մի ուրեմն բանի հանդիպեցի, չգիտեմ, այստեղ մեր հայ մամուլում, մեր մամուլում դա չի արտացոլվել, ուրեմն հետեւյալ բարձաբանում իրենք տվեցին, իրենք արգելում են գյուղատնտեսական մեր ապրանքների ներմուծումը Ռուսաստան, որովհետեւ իրենց կարծիքով գյուղատնտեսության ոլորտի պետական կառավարումը մեր
ուրեմն ձախողված է, որովհետև լուծարվել է գյուղնախարարությունը եւ նոր նախարարությունը չի կարողանում կառավարել համակարգը այնպես, որպեսզի դա հուսալի լինի գործընկերության համար։ Այն նման եզրակացություն է տվել Ռոսպոտրեբնadzորը, որը իր էությամբ абսուրդ է։ Այսինքն այնտեղ ճշմարտությունը միայն մեկն է, որ գյուղնախարարությունը պետք չէր լուծարել, իհարկե, այնպես ինչպես մշակույթի նախարարությունը պետք չէր լուծարել, իհարկե, բայց ուրեմն նման հիմնավորում բերել գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ էմբարգոյի որոշման կայացման հետ կապված, սա ուղղակի абսուրդային է։ Ընդամենը ուզում եմ ասել, որ սա չի կարելի։ Չի կարելի, solid չի, հասկանում ես, solid չի։ Ինչ վերաբերում է գազային բանակցություններին, գազի շուրջ, գազի մատակարարումների շուրջ, ես արդեն դա նկատեցի եւ ռուսական մեր աուդիտորիայի համար կարողացա բարձրաբանել այդ խնդիրը, գիտես, որևէ այլ երկիր իմ տվյալներով չկա այսօր աշխարհում, որի գազային համակարգը ամբողջ խողովակները եւ ամբողջ համակարգի տեր ու տիրականը լինի Ռուսաստանը։ Հայաստանը միակ երկիրն է աշխարհում, որը նման շռայլություն է թույլ տվել։ Դա գիտես, ոչ միայն քաղաքական ճնշման հսկայական ռեսուրս է Ռուսաստանը, սա մեր կողմից, ինչ ասեմ, եղբայրական, ուրեմն ուղղակի հոգևոր սրտանց, այսպես ասած, կատարած նվեր է, որը անգին է, դա գին չունի։ Ժամանակին սա գնահատել են 380 թե 400 միլիոն դոլար, սա գին չունի համակարգը, նման երկիր որևէ տեղ աշխարհում չկա, որը իր համակարգը, իր անոթները տրամադրի այլ երկրին։ Մենք դա արել ենք, եւ դա հսկայական քայլ է մեր եղբայրության, ստրատեգիական մեր գործակցության, մեր երկրների բարեկամության, մեր պետությունների սա հսկայական բարի կամք է, որը շահագործել այսօր եւ ասել գիտես չկա, գազի գինը կբարձրացնեմ, շատ ներողություն, դա ամոթ է, այսինքն այս խոսակցությունը բացարձակ ամոթալի խոսակցություն է գազի գնի վերաբերյալ, որովհետեւ մենք նորից եմ կրկնում ամենաշռայլ քայլն ենք կատարել այս ամբողջ համակարգը տալով նրանց ի սեփականություն։ Ճիշտ չեն կարելի իհարկե, բայց արել ենք։ Չի կարելի չարաշահել մեր եղբայրական մոտեցումը եւ մեր վերաբերմունքը իրենց նկատմամբ։ Հիմա տեղի ունեցավ Ռուբիոյի այցը 40 րոպեանոց օդանավակայանում ստորագրվեցին որոշակի փաստաթղթեր, ես պիտի մի քանի բանի վրա ուշադրությունը դարձնեմ մեր ունկնդիրների։ Նախ առաջին հարցը, որ պարոն Միրզոյանը, մեր արտգործնախարարը պիտի տա Ռուբիոյին, չգիտեմ տվել է թե ոչ, պիտի լիներ հետևյալը. ինչու չեք նշանակում դեսպան, ինչու չկա Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան, արդեն 5 թե 6 ամիս է դեսպան չունեն, այսինքն դեսպան չեն նշանակում մի երկրում, որի հետ կան հարցականներ, երկիր, որի հետ դու պատրաստվում ես ստրատեգիական համագործակցություն, չկա դեսպան, կա հավատարմատար ընդամենը, դեսպանին հետ կանչեցին, ճիշտ էլ արեցին, որտեղ մի կոպիրկին էլ նա էր, մի հատ չստացվի, որ մենք կոպիրկինին ենք փնովում, ամերիկյան երկու վերջի դեսպանները կանայք էին, Տրեյսին, Տիկին Տրեյսին եւ Տրիկին Լիննը, երկուսն էլ կոպիրկինի պես էին աշխատում, այսինքն նեղ սահմանափակ իրենք իրենց համայնքն ունեն, կոպիրկինը իր համայնքն ուներ, նրանք իրենց ագենտների հետ էին աշխատում, այսինքն բացարձակապես մեր այսինքն բացի նրանից, որ մենք ինքներս ենք մեջտեղից պառակտված, մի բան էլ նրանք էին պառակտում, ամեն մեկը իր համակարգի հետ էր աշխատում, բացարձակապես ոչ էֆեկտիվ իմ կարծիքով, վերջի երկու դեսպանները աշխատել են, մենք ունեցել ենք Միացյալ Նահանգների հրաշալի դեսպաններ 90-ական թվականներին, ես առաջին հարցը, որ կտայի ընկեր Ռուբիոյին, հենց դա կլիներ, ինչու չեք նշանակում դեսպան, միթե հսկայական Միացյալ Նահանգներում դուք չեք կարողանում կողմնորոշվել եւ գտնել մեկին, որը արժանի է այսօր այս ստրատեգիական կարևորագույն կետում, երբ ստորագրվում է համաձայնագիր, որը բարձրացնում է մեր ստրատեգիական համագործակցությունը մեկ այլ ավելի բարձր մակարդակի եւ դուք չունեք դեսպան, հա, չի կարող, ուղղակի անթույլատրելի, անհասկանալի է ինձ համար, բայց առաջին հարցը ես դա կտայի մեկ։
Երկրորդը պիտի նշեմ, որ Ռուբիոն այնուամենայնիվ ոչ թե ստորագրեց Ստրիփի մասին համաձայնագիրը, այլ նախաստորագրեց։ Նորից։ Նորից, կարող է ինչ-որ բան ավելի մակարդակը բարձրացավ ստորագրողի, միգուցե։ Բայց իրականության մեջ սա ընդամենը մի բան է նշանակում, որ ինչպես եւ ես ասել էի նախկինում, քանի դեռ լուծված չէ Ամերիկա-Իրանական հակամարտության ճակատագիրը, այս Ստրիփի խնդիրը եւ Ստրիփի գործածումը եւ իրականացումը ուղղակի մեծ հարցականի տակ է։ Դա է պատճառը, որ փաստաթուղթը ոչ թե ստորագրվեց, որտեղ Ռուբիոն այն պաշտոնյան է, որը կարող էր վերջնական ստորագրել եւ վերջ, այնտեղ քննարկելու բան չկա, մենք ամեն ինչին համաձայնվել ենք, տվել ենք 24%, իրենք ասել են, որ դա լինելու է մեր իրավասության ներքո, այսինքն ամեն ինչի մասին պայմանավորվել ենք, այնտեղ մնում էր ուղղակի ստորագրել եւ կնքել։ Ստորագրությունը չի դրվել միայն մի պատճառով, որ կարգավորված չէ Ամերիկա-Իրանական հակամարտությունը այսօր եւ պատերազմը ըստ էության։ Եվ անկեղծ ասած, ես դեռ չեմ տեսնում նախադրյալներ, որ դա կկարգավորվի մոտ ժամանակներս։ Այսօր ամսի 1-ն է, հայտարարությունն եղավ, որ նախագահ Փեզեշկյանը կարծես թե հրաժարական է տվել, որովհետև իսլամական հեղափոխության պահապանները վերցրել են ամբողջ իշխանությունը եւ զրկել են նախագահին իր լիազորություններից։ Ես չեմ կարող պնդել, որ այս հայտարարությունը արդեն պաշտոնական էր, որովհետև տարբեր աղբյուրներից տեսա, բայց դեռևս պաշտոնական հաստատում չկա։ Բայց մենք տեսնում ենք, որ Իրանում իրավիճակը էլ ավելի է սրվում, այսինքն ավելի ռադիկալ ուժերն են գալիս իշխանության, որը հույս չի տալիս մեզ, որ հնարավոր է խաղաղ ընթացքը, կոնսենսուսը, իսկ եթե հնարավոր չէ կոնսենսուսը, իմ կարծիքով հնարավոր չէ նաև Ստրիփը այս վիճակով։ Այն որ ճանապարհը կլինի, իմիջիալս դա շատ հետաքրքիր բան էր։ Հիմա դե պարզ է Ալիևը շարունակում է այս ճանապարհը կոչել Զանգեզուրի միջանցք։ Դե պարզ է, որ մենք էլ ուզում ենք կոչենք Ստրիփ, դե որտեվ Տրամփն էլ պարզ է, որ ուզում է իր անունով կոչվի։ Բայց ես ամերիկյան պարբերականներից մեկում տեսա շատ հետաքրքիր մի ձևակերպում։ Տրանս-Արմենիան կորիդոր գրված էր, տրանս-հայաստանյան կորիդոր։ Ինձ դուր եկավ այս ձևակերպումը։ Գիտես, որտեղ դա շեշտադրում է, որ Հայաստանը այստեղ դեր ունի, տրանս-հայաստանյան կորիդոր։ Սա միջազգայնացնում է, կարևորացնում է մեր դերն ու նշանակությունը այս ամենի մեջ։ Ես կհորդորեի, որպես այս ձևակերպումը մերոնք վերցնեին ի գործածում։ Տրանս-հայաստանյան կորիդոր։ Այո, ճանապարհը կբացվի, նորից եմ կրկնում, այսինքն Ստրիփը կլինի թե ոչ, ես չեմ կարող ասել, դա կախված է Իրանի հետ ինչպես կավարտվեն այս գործընթացները։ Ճանապարհը պետք է բացել։ Ճանապարհը մենք կարող ենք բացել մեր ուժերով, որովհետև խնդիր չկա այդտեղ։ Տրանս-հայաստանյան կորիդոր, որը ամբողջ աշխարհի ուշադրությունը կսևեռի դրա վրա եւ դրա հետագա օգտագործման վրա եւ ուրեմն դրա հետագա շահաբաժինները մենք կստանանք շատ ավելի լայնածավալ կերպով։ Եվ իհարկե երրորդ փաստաթուղթը, որը ստորագրվեց, դա Լեռնահումքային համակարգում ամերիկացիների մասնակցության մասին էր, որը իմ կարծիքով կարևոր է, որովհետև մինչ այժմ այս պահի դրությամբ ամբողջ Լեռնահումքային համակարգը գործում է ռուսաստանյան ընկերությունների շահագործման ներքո, այստեղ ամերիկացիների իրենց չափաբաժինը վերցնելը իմ կարծիքով դրական երևույթ կունենա, դրական նաև զարգացումներ կունենա, այսինքն առաջանում է որոշակի մրցակցություն այդ ոլորտում եւ ուրեմն մեր գործերը այդ իմաստով շատ ավելի լավանալու են։ Եվ իհարկե Թրամփի ուղերձը տեղի ունեցավ, որը իսկապես աննախադեպ էր։ Թրամփը ամենակարևոր բառերը, որոնք արտասանեց այդ ուղերձում, հետևյալն է, որ մենք Նիկոլ Փաշինյանի հետ միասին կիսում ենք Հարավային Կովկասի ապագայի վերաբերյալ մեր տեսլականը։ Սա ակնհայտորեն միջամտություն չէ, պարոն Դարփինյան։ Նախընտրական գործընթացի։ Ամեն ինչն է միջամտություն է, իհարկե։ Եվ ամերիկյան միջամտություն, եւ ռուսական միջամտություն ունենք, եվրոպական ունենք, իհարկե։ Բալանսավորված միջամտություն։ Մենք փորձում ենք կիսել, ասենք, ինչ որ մասերի, մենք պետք է այնքան խելք ունենանք, որ բոլորին խաղացնենք, դեպի ոչ մեկին չենթարկվենք։ Բայց իհարկե միջամտություն էր, բայց նորից միջամտությունը մի կողմ դրած։ Մենք ասած կիսում ենք Փաշինյանի հետ
ընդհանուր տեսլականը Հարավային Կովկասի ապագայի վերաբերյալ, հա։ Սա նշանակում է, որ անթակույց կերպով Միացյալ Նահանգները ուզում են վերահսկել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները։ Իսկ սա ուղղակի հարված է ռուսական շահերին։ Ռուսաստանը դեռևս մտածում է ինչպես արձագանքել, հա, արձագանքել են դեռևս ծիրանները արգելելով։ Այսինքն այդ արտահայտության հասցեատերը Ռուսաստանն էր, ըստ Իհարկե։ Աշխարհն էր, բայց նաև Ռուսաստանը։ Հա, ոչ Հայաստանը։ Հա, իսկ Ռուսաստանը դեռևս այդ հայտարարությունից հետո պապանձվել է եւ որևէ ուրիշ արձագանք մենք չենք տեսնում։ Եվ իհարկե կարևոր էր մեզ համար Թրամփի հետևել միտքը, որ ամերիկյան էներգետիկ ընկերությունները շատ շահագրգիռ են այդ TRIP-ի ընդհանրապես նախագծով։ Դրանով իսկ հաստատվում է այն գաղափարը, որ երբ ասում ենք TRIP, մենք ոչ միայն ճանապարհ պիտի հասկանանք, մենք պիտի հասկանանք նաև խողովակաշարեր։ Սա շատ կարևոր է մեզ համար, առաջին անգամ մեր պատմության մեջ մեր տարածքով կանցնեն խողովակներ, որոնցից մենք կկարողանանք օգտվել եւ որպես տրանզիտային գումար, եւ եթե դա լինի գազային խողովակ, ապա մենք գազից կկարողանանք օգտվել եւ տարբեր այլ շահեր կարող ենք ունենալ մենք այդ ծրագրի գործածումից։ Այսպես երևի սրանով ավարտենք Դավիթ ջան, մենք ամսի 7-ին ենք մոտենում, այո, ընտրությունների, որի վերաբերյալ ես իմ կանխատեսումները արդեն ասացի, իհարկե շատ լավ կլիներ իմ կարծիքով, որպեսզի բացի Փաշինյանից եւ Փաշինյանի գլխավորած ուժից քաղաքական եւ այս պրոռուսաստանյան ուժերից անպայման խորհրդարան սողոսկեին անցնեին գաղափարական 1, 2, 3 ուժեր։ Շատ կարևոր կլիներ դա մեզ համար, երկրի համար, ապագայի համար, բալանսավորման համար եւ վերջին հաշվով իսկական քաղաքական դիսկուրս հայտնվելու տեսանկյունից։ Պարլամենտում քաղաքական դիսկուրս է պետք հասկանում ես, որը չկա, մենք վերջին 5 տարիներում չենք լսել քաղաքական դիսկուրս այնտեղ։ Ուղղակի վատաբանում է գնում մեկը մյուսին եւ այդ նույն վատաբանման սցենարով գնաց ամբողջ այս նախընտրական process-ը։ Այնպես որ հուսանք, որ մեր ժողովուրդը իմաստուն կլինի այնքանով, որ մենք կստանանք այնուամենայնիվ ինչ որ չափով բարենորոգված խորհրդարան։ Հաջորդ Դարփինյանի ժամը, երբ դուք լսեք, ընտրությունները արդեն ավարտված կլինեն, արդյունքներն էլ պարզ կլինեն։ Այսօր այսքանը, շարունակեք լսել գործարար ալիքը, կհանդիպենք։